Բարի օր, այսօր խոսենք սուր շնչառական հիվանդությունների մասին եւ տաղավարում հյուրընկալել ենք ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ վարակաբան Լիանա Ղազարյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Աշունն ու ձմեռը համարվում են վիրուսներով լի ամիսներ։ Հիմա գրիպի որ ենթատեսակն է տարածված։ Ճիշտ է, սեզոնային առումով ձմեռ մինչև գարուն համարվում են սուր-շնչական հիվանդությունների այդպես ավելի ակտիվացման ժամանակահատված ու այս ընթացքում սուր-շնչական հիվանդություն դա մեկ ախտորոշում չի, այլ համընդհանուր տերմին կարելի ասել ու ներառում է մի քանի հիվանդությունների շարք, որոնք իհարկե այս ընթացքում ավելի ակտիվ են լինում, ներկայումս շրջանառում է գրիպի A տեսակի վիրուսը, որը այդպես իր հիմնական դրսևորումներով։ Ախտանշանները որոնք են եւ ովքեր են թիրախում։ Ախտանշանները, ինչպես բոլոր շնչական հիվանդություններ, ընդհանուր ախտանշաններ ունի, չնայած գրիպը որոշակի տարբերություններ եւս ունի ու դրա տարբերակումը այդպես առաջին հայացքից հեշտ չէ։ Ընդհանուր նշաններն են ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, մկանացավեր, գլխացավ, քթի փակվածություն, ցավի քերոցի զգացում, կոկորտում, թուլություն, ինչպես ասեցի, բարձր ջերմություն, առաջին օրերին քթի փակվածություն, ավելի ուշ կարող է միանալ նաև քթահոսությունը։ Սրա մեջ մտնում է նաև տարածված հոնկոնգյան գրիպը։ Ոչ բոլոր տեսակներն են իհարկե ախտորոշում, այսպես ասած, բայց ընդհանուր նշաններով այո։ Ինչ է գրիպը համարվում բարդ հիվանդություն եւ որոնք են բարդությունները։ Սուր-շնչական հիվանդությունները հիմնականում վիրուսային ծագման վարակներ են ու ինչպես եւ ցանկացած ինֆեկցիոն հիվանդություն կտարբեր ընթացքներով կարող է ընթանալ ասիմպտոմ, այսինքն անախտանիշից մինչեւ թեթև միջին ծանր ծայրահեղ ծանր ընթացք դրսևորումով գրիպը եւս բացառություն չէ, կարող է ունենալ նշածս բոլոր տեսակների ընթացքով։ Ինչով է ինքը վտանգավոր։ Վտանգավոր է հիմնականում խոցելի խմբերի համար, որոնք են երեխաները, հիմնականում կրծքի հասակի, հղիները, տարեցները եւ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ներառյալ իմունոդեֆիցիտային վիճակներում, որի ժամանակ այո կարող են բարդանալ ու գումարվել բակտերիալ վարակ, որի դեպքում բուժական տակտիկան փոքր-ինչ այլ է։ Քանի օր պետք է մարդը տանը բուժվի եւ որ օրվանից պետք է հասկանա, որ արդեն ժամանակն է դիմել բժշկի։ Հիմնական ախտանշանների հայտ գալուն պես, եթե իհարկե թեթև ընթացքով է ընթանում, երբ ունենք ընդհանուր թուլություն, թույլ արտահայտված քթահոսություն, ոչ շատ բարձր ջերմություն, այս փուլում նախընտրելի է մեկ ուսանալ, բուժում ստանալ տան պայմաններում։ Իհարկե կապ հաստատելով բժշկի հետ, լինել բժշկի հսկողության տակ։ Եթե իհարկե նշվածս թիրախմբերում չեն գտնվում, ովքեր ռիսկի խումբ են եւ անմիջապես պիտի դիմել բժշկի, համապատասխան բուժումը համաձայնեցնել իր բժշկի հետ։ Գրիպով վարակված մարդը քանի հոգու կարող է վարակել, այսինքն քանի օր է ինքը վարակ տարածող համար։ Չբարդացած գրիպի դեպքում մինչև 1 շաբաթ վարակիչ է համարվում, բարդացման դեպքում մինչև 2 շաբաթ կարող է վարակիչ լինել, իսկ առավել վտանգ ներկայացնող վիճակը ասիմպտոմ եւ թեթև ընթացքով հիվանդություններն են, որի ժամանակ վարակագիրը ակտիվ տարածում է վարակը, հետեւաբար երբեմն չիմանալով դրա մասին։ Այդ դեպքում ինչպես խուսափել վարակից։ Մեկ ասում են, չէ, մի քանի հոգու վարակեմ, ես լավանամ, կա նման բան։ Ոչ, դա միֆ է իհարկե, այդպիսի միֆեր ինֆեկցիոն հիվանդություններ, ոչ միայն սուր-շնչական հիվանդություն, այլ վարակների ժամանակ եւս ունենք։ Իհարկե դա միֆ է, պետք է ավելի կարդալ, ծանոթանալ եւ հուսամ մեր դիտողը նույնպես այդ միֆերին չի հավատում։ Դա այդպես չէ։ Վիրուսը տարածվում է, ինքը ունի իր առանձնահատկությունները, սեզոնայնությունը, ինչպես արդեն նշեցինք, ու դրա հետ կապված վարակել, որպեսզի ավելի թեթև տանել, իհարկե այդպիսի բան չկա։ Սեզոնին, երբ որ կա ակտիվություն վիրուսների, կանխարգելիչ միջոցառումներ պետք է ձեռնարկել։ Աշխատել փակ տարածություններում կրել դիմակ, չլինել ավելի մարդաշատ տարածքներում, իհարկե ամենակարևորը պատվաստվել եւ անձնական հիգիենայի կանոններին հետևել, հաճախ լվանալ ձեռքերը, իհարկե։ Նաև սենյակը օդափոխել կամ բնականաբար, այո, օդափոխել տարածքը, չլինել մարդաշատ վայրերում, կրել դիմակ,
պատվաստվել եւ եթե ունեք որևէ ախտանշան, որը խոսում է ընդվարկած հիվանդության մասին, իհարկե մեկուսանալ։ Մարդիկ կան ասում են հենց քամին փչում է, ես հիվանդ եմ արդեն։ Սա թույլ իմունիտետով է պայմանավորված։ Ինֆեկտոլոգիայում այսպես է, միայն հիվանդությունը մեկ պատճառով չի, այսինքն մի քանի պատճառներով։ Դա ընկալ օրգանիզմն է, հարուցիչն է, որը հիվանդություն կարող է առաջացնել եւ միջավայրը, որտեղ դա տեղի է ունենում։ Հետևաբար իմուն համակարգի դերը պակաս կարևոր չէ, դրա համար ասեցի ռիսկի խմբում են նաև իմունոդեֆիցիտով անձինք, նաև կարևոր է վիրուսի նաև ակտիվությունը, վիրուլենտությունը, այսպես ասեմ։ Սուր շնչառական հիվանդությունների քանի տեսակ կա եւ արդյոք դրանց ախտանշանները տարբեր են։ Սուր շնչական հիվանդությունը դա մեկ հիվանդություն չէ, մեկ ախտորոշում չէ։ Դա ընդհանուր տերմին է, որը իր մեջ ներառում է մի շարք հիվանդություններ, մոռացա նշել, որ շատ կարևոր է այդ մասին խոսել, որ հիմնականում դրանք վիրուսներն են։ Հետևաբար բուժման տեսանկյունից պետք է հստակ իմանալ, որ վիրուսների դեպքում հակաբիոտիկների կիրառումը ոչ միայն էֆեկտիվ չէ, այլ նաև կարող է վնասել, առաջացնելով հենց հակաբիոտիկների ռեզիստենտականություն, այսինքն անհրաժեշտ է խուսափել առանց հիմնավորման հակաբիոտիկների կիրառումից։ Իսկ տեսակները։ Տեսակների առումով, այո, բազմազան են, ոչ բոլոր շրջանառվող վիրուսներն ենք ախտորոշում ու անգամ մասնագետին կլինիկորեն սկզբնական շրջանում դժվար է իրենց տարբերակել ըստ տեսակի, որովհետև հիմնական կլինիկական նշանները գրեթե միանման են։ Ասում են ռինովիրուսի ժամանակ ջերմություն չկա, չէ՞։ Ցանկացած ինֆեկցիոն հիվանդության ժամանակ կարող է լինել ասիմպտոմից մինչև ծանր, ծայրահեղ ծանր ընթացքով։ Իհարկե կան վիրուսներ, որոնք ունեն իրենց հիմնական որոշակի կլինիկական նշաններ, որոնք խոսում են այդ վիրուսի մասին, բայց հստակ ասել, որ դա միայն կլինիկորեն կարելի է տարբերակել տվյալ վիրուսի տեսակը, այդպես չէ։ Իհարկե բժշկին օգնում է փորձը, կլինիկական ընթացքը, ինչու՞ չէ, նաև լաբորատոր կորտիկային հետազոտությունները։ Հիմա տարածված է նաև կորոնավիրուսը, թե վերջացել է։ Կորոնավիրուսը, ինչպես եւ մյուս վիրուսները, մեզ հետ ապրում են եւ ապրելու են միշտ։ Գրիպը նախորդ դարում շատ ավելի վտանգավոր ու շատ ավելի կորուստներ, մարդկային կորուստներ, պանդեմիա առաջացնող վիրուս էր, բայց հիմա կա եւ այդպիսի վտանգավոր չէ։ Նույն տարբերակով եւ կորոնավիրուսն էր։ Ինքը պանդեմիան առաջացրեց, որից հետո մենք պետք է սովորենք իրեն հետ ապրել եւ կարծես թե սովորում ենք։ Ռիսկի խմբում նաև հղիներն են։ Ինչ վտանգներ է սպառնում նրանց, եթե վարակվեն գրիպով։ Հաշվի առնելով, որ մենք մեկ կյանքի հետ գործ չունենք, այլ երկու, տվյալ պարագայում երեխայի, ով կախված է մորից, եւ բնությունը այնպես է իհարկե պաշտպանում է բալիկին, բայց մոր առողջության ինչ որ չափով հաշվին եւ երկրորդին իմունոդեֆիցիտ վիճակ է առաջանում, որը եւս ռիսկ է ավելի ծանր ընթացքով հիվանդությունը տանելու համար։ Ասպիրինը որքանով է վտանգավոր գրիպի դեպքում օգտագործելիս։ Ցանկացած դեղորայք, ներառյալ ասպիրինը, ունի ինչպես իրեն էֆեկտները, որ անհրաժեշտ է նշանակել, այնպես էլ կողմնակի ազդեցությունները եւ ցանկացած դեղորայք նշանակելուց պետք է հիմնավոր ունենանք դրա ազդեցության անհրաժեշտությունը։ Գրիպից խուսափելու համար մարդիկ երբեմն օգտագործում են մեղրաջուր, լիմոնով կամ սոդայաջով փորձում են ողողել բերանը, վիտամին C-ն շատ օգտագործում, լսել եմ նաև վիտամին C-ով սիստեմաներ են ընդունում։ Դրանք կանխում են գրիպը։ Իրական այսպես ասեմ, կանխելու համար վիրուսի վարակում է, ուղղակի օրգանիզմի առանձնահատկություններից ելնելով ծանրությունը տարբեր է լինում։ Հետևաբար բուժական առումով ինչ է գրիպը, սուր շնչական հիվանդություն, այսպես ասեմ։ Հիմնական սիմպտոմատիկ բուժում է պահանջում, դրա մեջ մտնում են առատ հեղուկները խմելու տեսքով, եթե իհարկե խմելը բավարար չի տոքսիկ վիճակի ծանրությունից պայմանավորված, այո, մենք ստիպված ենք լինում դիմել նաև ներերակային հեղուկների ներմուծմանը, իհարկե խորհուրդ ենք տալիս նաև վիտամին C-ի կիրառումը կարող է լինել եւ խմելու տարբերակով, սննդի տեսքով, նաև դեղորայքային։ Վիտամին D-ն որքանով է կանխում։ Ուղղակի ազդեցություն չունի։
Խուսափելու համար գրիպից մարդկանց խորհուրդ են տալիս պատվաստվել, բայց ամեն տարի մարդը վիճակի գնա պատվաստվի։ Իսկ ի վիճակի հիվանդության ծանր ընթացքը կանխել։ Առաջին հայացքից է թվում, որ շնչական հիվանդությունը այդպես անմեղ հիվանդություն է, բայց ցավոք դա այդպես չէ։ Ինչպես ասեցի, կարող է ընթանալ թեթև, այնպես էլ ծանր ընթացքով եւ ծայրահեղ ծանր ընթացքով, որովհետեւ կանխենք այդ ծայրահեղ ծանր ընթացքը եւ առաջացող բարդություններ, շատ ավելի հեշտ է պատվաստվել, կանխարգելել նման հիվանդությունների առաջացման ռիսկը, քան հետո պայքարել դրա դեմ։ Նկատի ունեք, որ բրոնխիտ, թոքաբորբ, հա, Հիվանդության բարդացած ընթացքը, որի ժամանակ բուժական տակտիկան շատ ավելի այլ է։ Իսկ դա հանգեցնում է նաեւ մահվան։ Այո, կարող է։ Դեպքեր լինում են։ Ցանկացած հիվանդությունից այո, կարող է։ Եվ ինչու են ավելի շատ երեխաները գրիպով վարակվում։ Փակ կոլեկտիվներում է ավելի շուտ տարածվում, իսկ երեխաները ամենահաճախ դպրոց, մանկապարտեզ, այն խմբակներ, որտեղ փակ կոլեկտիվ է, իրեն շփումը ավելի շատ է, հիմնական փոխանցման ուղին օդակաթիլայինն է, չի բացառում նաև կոնտակտային, այսինքն ձեռքերի միջոցով։ Այսինքն վիրուսը փոխանցում է հիվանդ մարդուց հազալու, փռշտալու, անգամ խոսելու ընթացքում նաև աղտոտված մակերեսներից ձեռքերի միջոցով անցնելով շնչուղիներ։ Իսկ երեխաների պարագայում իրենց կոնտակտը միմյանց մեջ շատ ավելի սերտ է, շատ ավելի հնարավոր է վարակի փոխանցում։ Եվ պլյուս իրենց իմուն համակարգը, որ դեռ այդպես զարգացած չէ։ Գուցե դա է պատճառը նաև։ Ինչպես խուսափել գրիպից։ Շնչական հիվանդությունից խուսափել պետք է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, ինչպես արդեն ասեցի, փակ տարածություններում գրել դիմակ, հաճախակի լվանալ ձեռքերը, շատ հեղուկ օգտագործել, խուսափել բռնկման ժամանակ կամ ակտիվացման սեզոնին ավելի ճիշտ մարդաշատ վայրերում լինելուց եւ իհարկե հաճախ օդափոխել տարածքը։ Հատկապես ավտոբուսներում չեք նկատել, որ վեճ է անընդհատ պատուհանը բացել փակելու։ Այո, ցավոք այդպես է։ Դրա հաշվին էլ ունենում ենք սեզոնային թվերի աճ։ Հիմնական ախտանշանները սկսում է մկանացավ, թուլություն, ջերմության բարձրացում, հազ ավելի ուշ քթահոսություն եւս։ Նման դեպքերում իհարկե սկզբնական փուլում բուժումը ստանալ տանը, իհարկե լինել բժշկի հսկողության ներքո։ Եթե ռիսկի խմբում ենք, ինչպես ասեցի, երեխաներ, հղիներ, մեծահասակ քրոնիկ հիվանդություններ կրող անձինք եւ իհարկե իմունոդեֆիցիտով անձինք։ Նման դեպքերում իհարկե առաջին իսկ օրից ճիշտ է գտնվել բժշկի հսկողության տակ, պատվաստվել մինչև որ վարակներով, որ հնարավոր է։ Որ դեպքում առավել զգոն լինել, որովհետեւ այս խումբ հիվանդությունները միշտ չի որ այդպես թեթև են ընթանում, կարող են ունենալ նաև բարդություններ եւ ծանր ընթացքներ։ Որ դեպքում առավել զգոն լինել, երբ ունենք բարձր կայուն ջերմություն, չենթարկվող ջերմիչեցնողներին, տոքսիկ վիճակ, երեխաների մոտ քնկոտություն, ուտել խմելու ցանկության բացակայություն, շնչարգելություն, դժվարաշնչություն, շրթունքների կապտություն, հեվոց, օդի պակասի զգացողություն, միանշանակ դիմել բժշկի ստանալ բուժօգնություն, որովհետև չի բացառվում, որ բարդացած լինի բակտերիալ վարակով, որը համարվում է գրիպի համար առաջի բարդություններից մեկը։ Դա ինչի է հանգեցնում, եթե չեն դիմում բժշկի։ Հիմնական ընթացքը սովորաբար այդպես ծանր չի, թեթև միջին ծանրության մի քանի օր այդ նշանները լինում է, բայց երբ որ մենք ունենք տարբեր շնչառական համակարգի տարբեր հատվածներն են ախտահարվում տարբեր վիրուսներով պայմանավորված, բայց օրինակ հենց գրիպի վիրուսը շնչառական համակարգի լորձաթաղանթը վնասում է այն աստիճանի, որ կարող է բակտերիալ երկրորդային ֆլորա միանալ ու նման դեպքում մենք ունենանք ավելի բարդություններ թոքաբորբի տեսքով։ Իսկ այս դեպքում արդեն ցուցված է ավելի ինտենսիվ բուժում, ուղղակի անտիբիոտիկների կիրառություն։ Այս դեպքում այո։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մենք զրուցում ենք բժիշկ վարակաբան Լիաննա Ղազարյանի հետ։